Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Ողջույն Դավիթ, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն ջրեք։ Դավիթ, դու այն փորձագետների կամ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների շրջանակում ես, ովքեր օրերս այցելեցին Ադրբեջան, որտեղ ադրբեջանական կողմի ձեր գործընկերների հետ, այդ թվում խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում քննարկում էիք օգոստոսի 8-ից հետո հնարավոր դարձած այն խաղաղության, այսպես ասենք, միջավայրին վերաբերող հարցեր, խնդիրներ, գուցե ինչու՞ չէ նաև արդեն իսկ ստացած լուծումներ, որոնք վերաբերում են Ադրբեջանին, Հայաստանին, շատ ավելի կոնկրետ երկու երկրների հասարակություններին։ Նախկինում մենք տեսանք, որ որոշակի հաճախականությամբ նախ նեղ կազմով, ապա ընդլայնված կազմերով եղել են այդպիսի փոխայցեր եւ Հայաստան եւ Ադրբեջան։ Հիմա կխնդրեմ որպես մասնակից մեզ մի քանի բառով ասես, թե առհասարակ դրա նպատակը որն է եւ ինչ է տալիս դա մեզ։ Այն օրվանից, երբ նախաձեռնվել է խաղաղության գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այն ունի մի քանի հարթություն եւ հասկանալի է, որ եթե կա քաղաքական հարթություն, քաղաքական մակարդակ, նաեւ այդ թվում նաեւ ամենաբարձր մակարդակը, այդտեղ են տարբեր հարթություններ, պետք է լինի նաեւ քաղաքացիական հարթություն։ Ինքն երկրի քաղաքացիները այս կամ այն կերպ պետք է ներառված լինեն այդ խաղաղության գործընթացում։ Դա անհրաժեշտ պայման է, որովհետեւ ես կարծում եմ, որ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք մեր հասարակությունների միջև, որոնք տասնյակ տարիներով թշնամիներ են եղել, սերմանվել է թշնամանք, որոշ հատվածներում մեր հասարակությունների այդ թշնամանքը շարունակում է դեռ եւ դա ցավոք ոչ միայն Ադրբեջանում։ Մենք ունենք որոշ հատվածներ մեր հասարակությունում, որտեղ շարունակում գեներալվել թշնամակ։ Հիմա հարց է առաջանում այդ թշնամանքի գեներացումը այս պահին մեր ժողովրդի, մեր պետության, շահերից ելնում է թե ոչ։ Դա համապատասխանում է մեր շահերին, մեզ պետք է դա։ Ինչ է դա մեզ տալիս։ Գիտեք, ես ցանկացած գործընթացում միշտ փորձում եմ գտնել տրամաբանություն եւ նպատակ։ Ես այդ տրամաբանությունը չեմ տեսնում, դա մեզ ոչ մի բան չի տալիս, ոչ մի լավ բան չի տալիս։ Հետևաբար այս գործընթացը այդ ընդհանուր տրամաբանության մի մաս է, եւ ես կարծում եմ, որ սա անհրաժեշտ է, ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, այն պարզ պատճառով, որ այլ ճանապարհ չկա։ Ես միշտ այդ հարցը տալիս եմ, երբ ինչ-որ մեկը փորձում է քննադատել այս կամ այն քաղաքականությունը, այս կամ այն գործողությունը, կարևոր չէ ում։ Ես հարց եմ տալիս, որ այլընտրանք ունեք, առաջարկեք այլընտրանքը, մենք դա քննարկենք։ Միգուցե դուք առաջարկեք, մենք էլ համաձայնվենք, ես համաձայնվեմ օրինակ։ Միգուցե դուք ասեք, որ մենք ձև ունենք Ադրբեջանին այս պահին հաղթելու, այդ կարճ պատերազմում կարող ենք հաղթել, ամբողջը հետ բերել, հա։ Եթե ունեք, առաջարկեք։ Երբ այլընտրանք չկա, ես համարում եմ, որ բոլոր ցանկացած մեկնաբանությունները, ցանկացած արգումենտները իրավունք չունեն, կյանքի իրավունք չունեն եւ իրենք իրականությանը չեն համապատասխանում, սին եւ դատարկ են։ Դրա համար այս գործընթացը ես նորից եմ ասում, այլընտրանք չունի մեզ համար։ Դա շատ դժվար գործընթաց է, հեշտ գործընթաց չէ։ Մենք դրանում եւս մեկ անգամ համոզվեցինք գնալով Գաբալա։ Կան լուրջ հակասություններ, մենք ունենք մեր դիրքորոշումները, որոնք միանշանակ արտահայտեցին։ Այդ թվում նաեւ Ադրբեջանի նախագահի օգնականին Հիկմետ Հաջիևին մենք երկար հանդիպում ունեցանք նրանց։ Բոլոր խնդիրները, որոնք խոզում են մեր հասարակությանը, մենք բարձրացրել ենք։ Սկսած գերիների ացից, այն էլ մի քանի անգամ, եւ ավարտելով դելիմիտացիա եւ դեմարկացիայի խնդրով, որը ակնհայտ խնդիր է, որովհետեւ արդեն 2 տարի է անցել, իսկ մինչեւ այսօր առաջընթաց այդ հարցում չկա։ Այսինքն մենք գնացել ենք այնտեղ, որպես մեր հասարակության կողմից, հա, դեսպաններ, այսպես կարելի է ասել, հա, ժողովրդի մակարդակով դեսպաններ եւ բարձրացրել ենք բոլոր անխտիր այն խնդիրները, որոնք ուզում են մեր հասարակությանը։ Իրենք բարձրացրել են իրենց խնդիրները, որոնք իրենց էին ուզում։ Եվ ստացվել է բավականին հաջող երկխոսություն, մենք այդ մտքերը փոխանակեցինք, մենք փոխանցեցինք մեր մեսիջները, իրենք փոխանցեցին իրենց մեսիջները եւ ես հույս ունեմ, որ այս գործընթացը լինելու է շարունակական, որովհետեւ դա բխում է
Հայաստանի Հանրապետության շահը։ Փոքրինչ ավելի պատկերավոր լինելու համար դուք խոսեցիք այն խնդիրներից, որոնք հուզում են մեզ, իրենք խոսեցին իրենց խնդիրներից, խնդիրներ գուցե որոնք երկու կողմերն էլ ընդունում են, խնդիրներ որոնք մերժում են, հա, եւ այլն, բայց դրա վերջնարդյունքը ինչ է, հա, դուք վերադարձաք Հայաստան, գալիս եք եւ փոխանցում եք իրենց հուզող խնդիրները կամ այն հարցերը, որոնք մենք բարձրաձայնում ենք, իրենք ընդունում են, իրենք էլ հակառակը, դրա վերջնարդյունքը ո՞րն է։ Ակնկալել կարճ ժամկետներում վերջնարդյունք առնվազն միամիտ կլինի։ Եվ քաղաքական մակարդակում ես դրանում համոզվեցի հերթական անգամ, եւ հասարակական մակարդակում, բայց այն, որ գործընթացը շարունակվում է, այսօրվա պայմաններում, այն պայմաններում, երբ մեր տարածաշրջանը եղում է, այն պայմաններում, որ երկրների քաղաքականություններ են փոխվում, դա արդեն արդյունք է։ Ինձ համար արդյունք կլինի, եթե մենք ունենանք հաջորդ հանդիպում։ Սա արդեն արդյունք է, որովհետև ես այնտեղ տեսա շատ լուրջ մտահոգություն տարբեր մակարդակներով կապված օրինակ Իրանում կատարվողի հետ։ Ադրբեջանը բավականին լուրջ իրավիճակում է հայտնվել։ Մեզ միշտ թվում է, որ մենք ամենախոցելին ենք, մենք ամենաթույլն ենք, բայց տեսեք, Ադրբեջանը Իրանի անմիջական հարևանն է եւ ինքը գտնվում է բավականին լուրջ ճնշման տակ մի կողմից Իրանի կողմից եւ մյուս կողմից ԱՄՆ եւ Իսրայելի կողմից։ Ես դա չեմ ասում, որ ինչ-որ կերպ արդարացնեմ, հա, իրենց քաղաքականությունը, բայց իրենք այս պահին ես դա տեսնում եմ։ Դադար են, ցանկանում են տալ դադար, փաստացի, դադար տալ մեզ հետ, կոնկրետ դեպի խաղաղության գնալու ճանապարհին։ Դադար է վերցրել։ Ես դա ասում եմ, ես փիսվում եմ իմ անձնական տպավորություն։ Շատերը միգուցե չհամաձայնվեն ինձ հետ։ Դուք ինձ հրավիրել եք հարցազրույցի, ես այդ փորձում եմ լինել հնարավորինս անկեղծ, որովհետև մարդիկ սպասում են պատասխանների, իսկ այդ պատասխանները տալիս եմ։ Դուք առաջին լրագրողն եք, ում հետաքրքրեց, թե ինչ է կատարվել Գաբալայում, եւ ես հիմա բացում եմ այդ փակագծերը։ Իրենք հիմնավորում են դա Հայաստանում կայանալիք ընտրություններով։ Իրենք ասում են, մենք պետք է սպասենք, տեսնենք ձեր ընտրություններում ինչ է լինում։ Ձեզ մոտ եթե լինում է իշխանափոխություն, մենք շատ անհանգիստ ենք։ Ես հիմա իրենց բարերն եմ փոխանցում։ Մենք շատ անհանգիստ ենք, որովհետև վաղը կարող են գալ փորով, եթե իշխանափոխություններ լինելու, հասկանալի է, չէ՞, որ արևմտամետ ուժերը չեն։ Գալու են պրոռուսական ուժերը, ընդդիմությունը։ Այդ ժամանակ մենք ինչ ենք անում։ Այդ ժամանակ Ռուսաստանը, որ այդ պաս տվեց եւ Ղարաբաղի հարցը նորից բարձրացրեց, եւ Հայաստանին սկսեց օգտագործել մեր դեմ, մենք ինչ ենք անում։ Մենք ինչպես կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել եւ հետո այսպիսի խնդիրներ ունենալ։ Մենք պետք է այդ դեպքում պատրաստվենք պատերազմի, օրինակ։ Սա է իրենց մտահոգությունը, բայց ես նորից եմ ասում, ինձ մոտ կա հստակ տպավորություն, որ սա միայն պատերազմ է։ Այսինքն ես դա այդպես տեսա։ Իրենց այո, իրոք մտահոգում է։ Իրենց իրոք մտահոգում է, թե ինչ է կատարվելու ընտրություններից հետո Հայաստանում։ Իրենք մտահոգված են, որ իրոք կարող են գալ պրոռուսական ուժեր, բայց դա ամենակարևորը չի։ Իրենք ես կարծում եմ, որ Ադրբեջանը դադար է վերցրել եւ ուզում է հասկանալ, Բաքվում ուզում են հասկանալ, թե ինչպեսի զարգացումներ են լինելու տարածաշրջանում, որովհետեւ իրենց համար այս պահին առաջնահերթությունը դա Իրանում կատարվում է։ Եվ իրենք դա էլ է հստակ, չեն սպասում, որ Իրանում պատերազմական գործողությունները եւ ընդհանրապես այս հակամարտության տրամաբանությունը շուտով կզրոյանա կամ ներքև իջնի։ Իրենք կարծում են, որ դա դեռ երկար է տևելու։ Եվ իհարկե այդ ամենը իրենք մեզ չէին ասելու եւ իրենք լիազորված չէին դա ասել, բայց ես դա տեսա, ես դա հասկացա եւ նորից եմ ասում, դա իմ անձնական տպավորությունն է եւ ես կարծում եմ, որ նույնիսկ ընտրություններից հետո եթե Հայաստանում տեղի չունենա իշխանափոխություն, գործընթացը դեռ շատ է ձգտվելու։ Չի կարելի սպասել, որ ընտրությունները կլինեն եւ հետո միանգամից խաղաղության պայմանագիր ստորագրել։ Դա կլինի առնվազն միամիտ մոտեցում։ Սա է իրավիճակը այս պահին։ Մենք ունենք այն, ինչ ունենք, եւ այս իրավիճակում պահպանել բանակցային ֆորմատը, շարունակել խոսել խաղաղությունից, շարունակել ձգտել խաղաղությանը։ Հիկմետ Հաջիևը մեզ մի քանի անգամ ասաց, որ Ադրբեջանի նպատակները չեն փոխվել։ Իրենք ձգտում են խաղաղության, իրենք գնում են դեպի խաղաղություն։ Ուղղակի դա արդեն իմ ինտերպրետացիան է։ Իրենք այս պահին մի փոքր դադար են վերցրել, որովհետեւ կա մի քանի շատ լուրջ
տարածաշրջանային գործոններ եւ խնդիրներ, որոնց լուծումից արդեն պարզ կդառնա Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնելու եւ խաղաղության նպատակահարմարությունը։ Սա այն է, ինչ ես հասկացա այդ հանդիպումներից։ Դավիթ, տարածաշրջանային ինչպիսի զարգացումները կարող են բերել, որ Ադրբեջանը ետ կանգնի խաղաղության process-ից, եթե Հայաստանում անգամ հունիսին տեղի չունենա իշխանափոխություն։ Իրանում կարող է լինել իշխանափոխություն եւ թրիպը դառնա ոչ ակտուալ։ Օրինակ, սա իմ վարկածն է։ Թրիպը այդ ճանապարհը կարող է ուղղակի անցնել Իրանի տարածքով։ Այսինքն Ադրբեջանը այդ դեպքում չի ստանալու մեզանից այն, ինչ ակնկալում են։ Հետաքրքիր չի լինելու իրենց եւ ԱՄՆ-ին։ Իրանը կարող է չլինել իշխանափոխություն, ռեժիմը կարող է պահպանվել, սկսել շատ դանդաղ ուժ հավաքել եւ սկսել սպառնալ առաջին հերթին Ադրբեջանին, որը լուրջ աֆիլիացիա ունի Իսրայելի հետ, եւ երկրորդ հերթին ուղղակի թույլ չտա, որ Հայաստանի հարավում սահմանով է անցնում այդ երկաթգիծը, որը պետք է կառուցվի, հենց սահմանով է կառուցվում, Արաքս գետի, կարող են խանգարել, թույլ չտալ ռադիկալացված Իրանը, հա, միլիտարիզացված Իրանը, Իրանը, որը շատ լուրջ խնդիրներ ունի բոլորի հետ, ուղղակի կարող է թույլ չտալ, սա խնդիր է։ Թրամփի թուլացումը, Թրամփի իշխանության թուլացումը, որը այս պահին տեղի է ունենում, գոնե այս պահին, մենք չգիտենք ինչով է դա վերջանալու, կարող է իրավիճակը փոփոխել եւ Ալիևը նորից Պուտինի կարիքը զգա։ Այսինքն այդ ամենը կարող է բերել մի վիճակի, երբ Ալիևը իրեն ուղղակի վարկածներ է ես առաջարկում, դուք հարց եք տալիս, այդպես պատասխանում եմ։ Նոյեմբերի 9-ը դառնա նորից ձեռնտուի համար։ Ի սկզբանե նոյեմբերի 9-ը Ալիևի համար դա միանշանակ է, շատ ավելի ձեռնտու է եղել, քան օգոստոսի 8-ը։ Եվ որքան էլ մեզ փորձեն հрамցնել հակառակ կարծիքը, դա իրականությանը չի համապատասխանում։ Այդ ամենը եւ կան այլ գործոններ, ես հիմա չեմ ուզում ձեր ժամանակը չարաշահել, այդ ամենը առնվազն կարող է ստիպել Բաքվին դադար վերցնել եւ սպասել ինչպիսի զարգացումներ կլինեն, որպեսզի այդ գլոբալ տարածաշրջանային զարգացումների հետ մեկտեղը սեփական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Սա մեզ համար խնդիր է։ Եվ մենք պետք է այս ամենին հարմարվենք, մենք պետք է մշակենք մեր սեփական քաղաքական գիծը, որպեսզի հասկանանք ուր են գնում, ինչպես են գնում եւ ինչի համար են գնում։ Իրավիճակը ստատիկ չէ, իրավիճակը անընդհատ փոփոխվում է եւ Բաքուն շատ չափազանց ակտիվ է։ Բաքվի արտաքին քաղաքական գիծը չափազանց ակտիվ է բոլոր ուղղություններով։ Պակիստան, ԱՄՆ, Իսրայել, նույնիսկ Ռուսաստան։ Ես դրանում համոզվեցի։ Մենք իրավունք չունենք ձեռքներս ծալած նստենք, պետք է մտածենք այդ մասին, պետք է հարմարվենք այդ փոփոխություններին եւ մենք էլ հասկանանք մեր շահը այդտեղ որն է։ Այդպես չէ, որ խաղաղության գործընթացը գնում է, ոչ մի փոփոխություն չի լինելու եւ ամեն ինչ հստակ է եւ ստատիկ է։ Ես նորից եմ ասում, կա լուրջ մարտահրավերներ, որոնց մասին մենք պետք է մտածենք։ Այս ամենի համատեքստում մեր հանդիպումը Գաբալայում ես համարում եմ արդյունք։ Հասկանում եք, չէ՞, ինչի մասին եմ ասում։ Սա արդեն արդյունք է։ Եվ եթե մենք գոնե ընտրություններից հետո ունենանք հերթական հանդիպում, դա արդեն լինելու է արդյունք, որովհետև դա խոսելու է այն մասին, որ Ադրբեջանի առաջնահերթությունները չեն փոփոխվել, գոնե այդ պահին։ Երբ ադրբեջանական կողմը օրինակ ասում է դադար ենք վերցրել կամ դու այդպիսի տպավորություն ես ստացել խաղաղության գործում։ Չեն ասում դա, իրենք չեն ասում դա, իրենք ասում են, դա ես եմ ասում։ Իրենք ասում են, մենք սպասում ենք ընտրություններին։ Ձեզ մոտ ընտրություններ են լինելու, դրանից շատ բան է կախված։ Իրենց մոտ սա գլխավոր արգումենտն է, որը ես երևի մի քանի տասնյակ անգամ լսել եմ այդ երկու օրվա ընթացքում։ Շատ լավ։ Աթարը դա ես եմ ասում։ Իրենք դա չեն ասում։ Շատ լավ։ Արդյոք դա նաև, այսպես ասենք, հիմք չի տալիս հայաստանյան խորհրդանական եւ նրանց հետ աֆիլիացված արտախորհրդանական ընդդիմությանը պնդելու, որ սա ցույցի չէ, որ այս իշխանությունը ամեն ինչ զիջելով գնալու է հասնելու է այդ պատրանքային խաղաղությանը, հետեւաբար պետք չէ նրանց ընտրել։ Եթե իշխանությունը ամեն ինչ զիջեր, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված է։ Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ինչի միջև այսօր խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ եւ խաղաղության գործընթացը առնվազն 2 տարի ընթանում է, որովհետեւ չի զիջում։ Որովհետեւ կան լուրջ հակասություններ։ Տեսեք, մենք ընդհանրապես քաղաքացիական հասարակությունների մակարդակով 2 օր հանդիպում ենք ունեցել։
Գիտեք ինչքան հակասություններ են բարձրացվել այդ երկու օրվա ընթացքում։ Ես ուղղակի պատկերացնում եմ, թե ինչպիսի հարցեր են քննարկվում, երբ դիվանագիտական հանդիպումներ են։ Բարձր մակարդակ։ Ամեն ինչ շատ դժվար է, ոչ մի հեշտ բան չկա, եւ կողքից երբ որ մարդիկ ասեն ուրա հայրենասերները սկսում են մեծ խոսել, ձիճեցին, տվեցին, այդպես բան չկա։ Ես նորից եմ ասում, ձիճած տված լինեն, վաղուց խաղաղության պայմանագիրը ստորագրված է։ Եվ եթե այն չի ստորագրվում, նաև հիմնական խոչընդոտը այն է այստեղ, որ կա հայկական կողմի դիրքորոշում, եւ հայկական կողմը ամեն ինչ չի դիճում։ Նախորդ հանդիպումների ժամանակ այն մարդիկ, ովքեր մասնակցում էին դրան, թիրախավորվում էին նրանց ընդդուք միջև խորհրդարանական պատգամավորներ ընդդիմության որակում էին որպես, չգիտեմ, գործակալներ, Ադրբեջանի շահերի սպասարկումներ ու նման բաներ։ Այս այցից հետո էլ համացանցում կարծիքներ են լինում, որ ձեզ փող են տվել, վճարել են, որպեսզի դուք այս ֆարսի մասը կազմեք, հա։ Կխնդրեմ նաև սրան անդրադառնալ, ձեզ փող են տվել։ Կսեմ պատասխանել ձեր ամենավերջի հարցից, ոչ, մեզ փող չեն տվել։ Եվ ես չեմ հասկանում ինչի համար մեզ պետք է փող տային։ Մեզ պետք է փող տային, որ մենք գնացել ենք այնտեղ, ներկայացրել ենք մեր հայ ազգի Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները եւ փորձել ենք այդ դիրքորոշումները պաշտպանել։ Որ մենք գնացել ենք Գաբալա եւ հաղորդել ենք այնտեղի քաղաքացիական հասարակությանը եւ իհարկե իրենց դեպքում իշխանությանը մեր դիրքորոշումը եւ մեր մեսիջները, դրա համար մեզ պետք է փող տային։ Տեսեք, ես ուղղակի ուզում եմ նշել, որովհետեւ կարիք կա, ցավոք, ես ցավում եմ, որ մեր հասարակությունը այսքան պրիմիտիվ է եւ կան մարդիկ, այդ թվում ինձ հետ ծանոթ մարդիկ, հա, որ ծանոթ են ինձ, ճանաչում են ինձ, որ տարածում են այդպիսի ստերը։ Ես այս գործընթացի, ես միշտ խոսում եմ միայն իմ տեսակետից եւ պատասխան տալիս եմ միայն ինձ համար։ Ես դրա համար գործընկերների փոխարեն չեմ խոսում։ Ես այդ գործընթացի ժամանակ ընդհանուր, որին ես մասնակցում եմ, մի դրամ որևէ մեկից մանատ, դոլար կամ եվրո, լավս էլ ասեմ, չեմ ստացել եւ չեմ պատրաստվում ստանալ։ Ես փորձում եմ իմ հնարավորությունները, այդ թվում նաև մասնագիտական կարողությունները հնարավորինս չափով կիրառեմ, որպեսզի օգտակար լինեն իմ երկրին։ Իմ մոտեցումը սա է։ Ես եմ ցանկություն հայտնել մասնակցել այդ գործընթացում, ինձ նույնիսկ չեն հրավիրել։ Ես դիմել եմ եւ ասել եմ, ես ցանկանում եմ մասնակցել այդ գործընթացում։ Ինչու եմ ես դա արել։ Դուք շատ լավ հարց եք տալիս։ Գիտեք, այդ փողի մասին խոսակցությունները հնարավորություն են տալիս ինձ ներկայացնել իմ սեփական դիրքորոշումը մարդկանց, ով դեռ չգիտեն այդ դիրքորոշումի մասին։ Որովհետև ես անձամբ պատասխանատվություն եմ զգում, իմ պատասխանատվությունը 44 օրյայի համար։ Նրա համար, որ մենք կորցրել ենք 4000 երիտասարդ կյանք, որ մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը։ Ես էլ եմ դրա համար պատասխան։ Իհարկե, ոչ այնքան, որքան երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունները բոլոր սկսած 91 թվականից, հա, որքան ծախվածները, այդ ովքեր փողով ծախվել են, որքան ռուսական շահերի սպասարկողները 5-րդ շարասյունը, իհարկե ոչ այդքան, ոչ այդքան, որքան արցախցիները, որոնք այդ բոլոր տարիներին ընտրել են կոլաբորանտ կոմպրադոր իշխանությանը։ Մեր բնակչությունը Հայաստանի Հանրապետության, որոնք 5000 դրամով ծախվել են եւ ընտրել են իշխանություններին, որոնք այդ արհավիրքը բերել են մեր կողքին։ Բայց ես էլ եմ պատասխանատու։ Պատասխանատու եմ, որովհետև չեմ փորձել իմ համեստ հնարավորությունները օգտագործելով այդ ամենին ընդդիմանալ։ Քիչ եմ արել, քիչ եմ ընդդիմացել, քիչ եմ գրել, քիչ եմ մարդկանց աչքերը փորձել բացել։ Եվ այս պահին ես չեմ ուզում, որ այդ ամեն ինչը կրկնվի, հասկանում եք։ Եվ ես փորձում եմ, դե ես ոչ քաղաքական գործիչ եմ, չէ, ոչ զինվորական եմ, որ բանակ կառուցեմ կամ քաղաքականություն մշակեմ, չէ, քաղաքական դերակատարում ունեմ։ Ես իմ համեստ տեղում փորձում եմ իմ լուման ներդրել, որ վաղը նոր 44 օրյա չլինի։ Սա է իմ միակ մոտիվացիան եւ մոտեցումը։ Եվ սա երբեք այն մարդիկ, ովքեր ինձ մեղադրում են Ադրբեջանից փող վերցնելու մեջ, իրանք երբեք դա չեն հասկանա, որովհետեւ իրենք ամեն ինչը չափում են փողով, որովհետեւ առաջի ծախվածները իրենք են։ Ես փող չեմ վերցրել ոչ միայն Ադրբեջանից, այլ մեր կառավարությունից։ Երբեք ինձ երբեք որևէ մեկը իմ աշխատանքի համար, բացի իմ գործատուից աշխատավարձի տեսքով, չի վճարել։ Ես այսքանով համարում եմ այս հարցը փակված եւ երբեք այս հարցին այլևս չեմ անդրադառնալու։ Իսկ բոլոր մարդիկ,
այն մարդիկ, որոնք իմ հասցեին տարածում են սուտ, որոնք փորձում են ինձ վարկաբեկել, դա անում են առաջին հերթին իրենց են անում, այդ վնասը իրենց են հասցնում, որովհետև ինձ բոլորը գիտեն, եւ բոլորը գիտեն ես ով եմ։ Ես նորից եմ ասում, ես դա արել եմ, ես դա անելու եմ, ես շատ եմ ուզում այս գործընթացը շարունակվի, ես անպայման փորձելու եմ մասնակցել այս գործընթացում, եթե իհարկե ֆորմատը չփոխվի, որովհետև ես այստեղ տեսնում եմ հնարավորություն իմ համեստ ներդրումը անել ընդհանուր գործընթացում, խաղաղության գործընթացում, որովհետև այլ ընտրանք ես այլևս չեմ տեսնում։ Ես չեմ ուզում, որ այլևս հետագայում մեր արյունը թափվի։ Ես չեմ ուզում, որ պատերազմ լինի։ Ես չեմ ուզում, որ մեզ օգտագործեն։ Ես չեմ ուզում ռուսի շահը պաշտպանեմ, ես չեմ ուզում օլիգարխների շահը պաշտպանեմ, ես փորձում եմ լինելով ժողովրդի մաս, պաշտպանել իմ ժողովրդի, հետևաբար իմ սեփական շահերը։ Խնդիրը այստեղ է։ Դավիթ, եւ եւս երկու հարց, այսինքն կարող ենք հետեւություն անել, շատ կոպիտ ասած, որ Բաքվի սրտով է Երևանի արևմտյան կուրսը, սա մեկ, եւ քննարկում ունեցել եք ձեր գործընկերների հետ, ինչպես են վերաբերվում քաղաքական այլ առաջարկներին բերել երաշխավորներ այս գործընթացի համար։ Չի կարելի միանշանակ պնդել, որ Բաքվի սրտով է Հայաստանի արևմտյան կուրսը։ Ինչու՞։ Դա կա շատ հստակ տրամաբանություն։ Հայաստանի արևմտյան կուրսը Հայաստանին ուժեղացնում է։ Բաքվում չեն կարող լինել շահագրգռված, որ Հայաստանը ուժեղանում։ Հայաստանը ունի Եվրամիության հետ այնպիսի հարաբերություններ, որը Ադրբեջանը այս պահին չունի։ Եվ դրա հիմնական պատճառը դա ռեժիմների տարբերությունն է, իշխանությունների տարբերությունն է։ Մեր մոտ կա ժողովրդավարություն, ճիշտ է, այնքան էլ լավ ժողովրդավարություն չի, ես օրինակ դժգոհ եմ Մակարդակից, բայց կա։ Ադրբեջանում ժողովրդավարություն չկա։ Սա է հիմնական պատճառը։ Եվ իրենք շատ լավ հասկանում են եւ մի փոքր էլ այնպես անում, որ շում են այդ ամենը, հա ուռճացնում են, որ Եվրամիությունը մեզ շատ է օգնում, որ Եվրամիությունը մեր կողքին է։ Ժամանակին մեր Թուրքի մասին այդպիսի պատկերացումներ կային, սին ցավոք սրտի Ադրբեջանում, որ Թուրքը Հայաստանի մեջքին կանգնած է հայկական լոբի, այն դեպքում, երբ որ այդ հայկական լոբին Հայաստանի դեմ է աշխատում, չէ, չկա տենց բան, իրենք իհարկե շահագրգռված չեն, բայց կա այն ինչ որ կա, կներեք, դե երկրորդ հարցը։ Երաշխավորներին ինչպես այդ առաջարկին քաղաքական, որ բերենք երաշխավորներ, հա, ինչպես են օրինակ վերաբերվում։ Հարգելի ժիրայր, որևէ լուրջ բանականություն ունեցող մարդ, այն է քաղաքական գործիք, երբեք չի կարող այդպիսի առաջարկին լուրջ վերաբերվել։ Դա ընդհանրապես չի քննարկվում։ Եվ եթե դա քննարկվեր, դա առնվազն կխոսեր մեր տկարության մասին։ Դա անլուրջ է, չկա այդպիսի բան, դա մովետոն է այսօրվա քաղաքականության մեջ, այսօրվա փոփոխվող աշխարհում։ Եվ մեկ շատ կարևոր բան, որը ես կուզեի նաև ձեզ հետ կիսվել այս համատեքստում, այս հարցի, Ադրբեջանում բավականին երկար ժամանակ մեր մասին կա այսպիսի մի պատկերացում եւ ընկալում, որ մենք ժողովուրդ ենք, որը ունակ է կայակել սեփական ոտքին, պաշտպանելով այլոց շահերը։ Դա շատ վատ պատկերացում է մեր մասին, որը շատ վատ է խոսում մեր մասին։ Եվ ձևավորվում է հետևաբար մեր նկատմամբ համապատասխան վերաբերմունք։ Մենք երկար տարիներ կայակել ենք սեփական ոտքին, պաշտպանելով այլոց շահերը, տվյալ դեպքում ռուսների առաջին հետ։ Եվ մենք այսօր ունենք մեր հասարակությունում սեգմենտ, որը շարունակում է դա անել։ Դա անտրամաբանական է։ Որևէ ադրբեջանցի, ես դա չեմ տեսել, երբեք չի պաշտպանելու այլոց շահերը։ Իրենց դիրքորոշումը որն է։ Հիմնական դիրքորոշումը քաղաքական, փորձագիտական մակարդակում մեկն է։ Մենք երբեք որևէ մեկի շահը չենք պաշտպանում։ Իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այս ճնշման տակից Պալեստին, Իսրայել ԱՄՆ մի կողմից Իրանը մեկից պատերազմի մաս չդառնան, որովհետև դա չի համապատասխանում իրենց շահերին, չի բխում իրենց շահերը։ Հիմա մենք լինենք իրենց փոխարեն, այն 5 կառավարություններում, մի քանի անգամ մտել ենք այդ պատերազմի մեջ, շամփայ ենք դարձել։ Այս ընկալումը, որ մենք ժողովուրդ ենք, որը ունակ է կայացել սեփական ոտքին, ադրբեջանցիները շատ է մեզ խանգարում։ Շատ դեպքերում մեզ դուրս չեն ընկնում։ Շատ դեպքերում։ Եվ սա մեր խնդիրն է։ Եվ սրանում մեղավորը մենք ենք։ Մենք պետք է սկսենք փոխվել։ Մենք պետք է լինենք ավելի ռացիոնալ։ Մենք պետք է մտածենք միայն մեր սեփական ազգային շահի մասին։ Պետք է մոռանանք ռուսի, պարսիկի, թուրքի, ամերիկացու շահի մասին։ Սա մեզ միայն ուժեղացնելու է։ Սա համակարգային լուրջ խնդիր է, որը ես տեսնում եմ։
առնվազն մեր հասարակության մակարդակով այս բանը։ Իրենց ամեն ինչը հետաքրքիր է, իրենց հետաքրքիր է ինչպես են մտածում Հայաստանում, հասարակությունը ինչ է մտածում։ Իրենք շատ լավ հասկանում են, որ մենք երկիր ենք, որտեղ հասարակությունն է ձևավորում իշխանությունը։ Իսկ մենք շատ դեպքերում ինչ ենք ասում, ասում ենք դե լավ է, ով է մեզ ընդհանրապես տեսում ու մենք պետք։ Մեկը այնտեղ Նիկոլն է, բան, իրենց հետաքրքիր է մենակ Նիկոլի ասածները, այդպես ինչ է ժողովուրդ։ Տենց չի։ Տենց չի։ Մարդիկ աշխատում են համակարգային բոլոր մակարդակներով, սկսած հասարակությունից վերջացրած նախագահականով։ Եվ այն օրը, երբ որ մեզ մոտ սկսենք մենք վերջապես այդպես աշխատենք, մենք կարող ենք համարել, որ մենք մեր անվտանգությունը մեկ քայլ, մեկ մակարդակ ավել ենք բարձրացրել։ Շնորհակալություն Դավիթ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանն էր, բաժանորդագրվեք ալիքին։